որից հետո նորից ձեզ կտեղեկացնենք ինչ է կատարվում այստեղ։ Հիմա այս ԱԱԾ-ի մոտ ենք, այստեղ են նաև պարոն Ղուկասյանի ազգականները, հարազատները, ընկերները, մտահոգ մարդիկ, ովքեր պահանջում են, որպեսզի առնվազն նրան տրամադրվի բուժ օգնություն։ Իմ Խոստան ջան, դուք ցերեկը եղել եք պարոն Ղուկասյանի մոտ եւ այնուհետեւ պրես ռելիզ եք թողարկել իր վիճակի հետ կապված։ Ինչ վիճակում է իրականում, դուք գրել եք, որ գունատ է, խնդրում նորից նկարագրեք։ Նկարագիրը հետևյալն է, առաջնային նա գանգատվում էր կրծքավանդակի շրջանի Սեղմոցից եւ Ցարերից, գունատ էր, այո, ես իրեն տեսել եմ բավականին ավելի քաշի կորուստով եւ կարող եմ ասել, որ այն անհանգստությունները, որ նա ինձ փոխանցեց, դրանք իհարկե մտահոգիչ են համեմատելու նաեւ բժշկի կողմից տրված եզրակացության հետ, այդ թվում նաեւ այն բժիշկների, որոնք հրապարակել են նաեւ ինձ են տրամադրել այս փաստաթուղթը։ Հիմա ես ձեզ ցույց տամ այս փաստաթուղթի տակ, քանի բժիշկ է ստորագրել, նա դուք տեսեք եւ քանի բժշկի, ես արդեն դա բարձրաձայնել եմ, բժիշկների անուն ազգանուններն են, ուրեմն էնդոկրին բաժնի վարիչ, սրտաբանական բաժնի վարիչ, նյարդային բաժնի վարիչ, բժիշկ, բուժգծով փոխտնօրեն։ Այստեղ մատնանշված է հստակ այս փաստաթղթի մեջ, որ նա ունի սրտի իշեմիկ հիվանդություն, որը անհամատեղելի է կառավարության սահմանված կողմնորոշիչ հիվանդությունների ցանկի հետ, այդ թվում նաև շաքարային նեյրոպաթիաներով, լիմֆոստազով, այսինքն ձեր այտուցների հետ կապված խնդիրը նույնպես առկա է, նաև նա նշեց, որ ամբողջ գլուխը խշշում է կանչների մեջ, եւ գլխի մեջ փոխաբուխում բացի այդ, այս փաստաթղթով նաև ախտորոշվել է, որ նա ստացել է սրտամկանի ինֆարկտ, որը իրեն հայտնի չի եղել, բայց պարզվում է նաև դա է նա ունեցել։ Եվ այս մատու պահում է ստեղ։ Իմ Խոստան ջան, դուք հրավիրեցիք շտաբ օգնություն, նշենք, որ ձեր միջնորդության հիման վրա է փորձաքննություն նշանակվել եւ դրա հիման վրա է երևի, չէ՞, այս շտաբ օգնությունը իրավունք ուներ չմտնեն մեզ եւ հիվանդին օգնություն Իհարկե ոչ, դու պատկերացնում եք ինչ են մեզ պատասխանում։ Ասում են, երբ որ մենք կգտնենք, որ շտաբ օգնության անհրաժեշտությունը կլինի, մենք ինքներս կհրավիրենք։ Իրենք գտել են մինչև այսօր։ Այնտեղ բժիշկ չկա։ Ես ասացի պահանջում եմ բժիշկին, ով է այստեղի հիմա այս պահի դրությամբ բժիշկը, ասեցին այսօր այստեղ բժիշկ չկա։ Իսկ ով է ընդհանրապես բուժ մասի պատասխանատու։ Ինչ որ մի բուժքույր, ես չտեսա, բուժքույրը չի։ Իսկ ով պետք է գտնի Ռոբերտ Համարյանը, որը բժիշկ չէ։ Մյուս մնացած անունակազմը, որը նույնպես բժիշկ չէ։ Բայց մարդը վատ է, գանգատվում է, ասում է ես ուզում եմ բժիշկ, ինձ է դիմել։ Ով պետք է կանչել, եթե դուք տունը հիվանդ եք լինում, եւ տունը բժիշկ չի լինում, ով է կանչում շտաբը։ Ինչ-որ մեկը չէ, հարևանը կարող է լինել, ինչ-որ մեկը կամ ինքներդ եք կանչում։ Այսինքն այդ պահին պետք չէ բժիշկ լինել, որպեսզի կանչի շտաբ օգնություն։ Բայց շտաբ օգնության այդ խմբին արգելեցին մուտքը մեկից։ Հերթական անօրինականություն։ Իհարկե հերթական անօրինականություն։ Հիմա դուք մուտքի գործեք եւ նորից կտեսնեք այս ասում եմ, եթե դուք տակ բայց եղել է մուտքը մեր նաև երկար ժամանակ արդեն մենք այդպիսի դեպքերի էլ ենք։ Որ խնդրենք կընտրեցեք հիվանդությունների ցանկը ինչ է ախտորոշվել։ Այս սրտի իշեմիկ հիվանդություն, լարվածության կանյուն ստենոկարդիա, երրորդ ՖԴ, սպիական փոփոխություններ ձախ փորոքի հետին պատին, զարկերակային հիպերտենզիա, շատ բարձր կարդիովասկուլյար ռիսկ, վերել աորտայի լայնացում, շուրջ 5 սանտիմետր, աորտալ միտրալ տրիսկուպիդալ անբավարարություն, սրտի ռիթմի եւ հաղորդակցության խանգարում, վերփորոքային պոլիտոպ 8X օր, 1 վերփորոքային կուպլետի ձևով,
ու էլի ինչ որ թվեր է նշված, որ երևի սրտաբանը ավելի լավ կբացատրի, իսկ շաքարային դիաբետ տիպ 2 ծանր աստիճանի, դիաբետիկ միկրո-մակրո անգիոպաթիա, դիաբետիկ, լսում եմ ձեզ։ Չեք նկարում, ասեցին ձեր դուք կալ մեկնատներնես բժշկի Ուրեմն ես դրա համար նշեցի, այդ Կամո Մանուկյանը, որը անդադ հում է կատարում բժշկական պողակի ինչ-որ թուղթի։ Հիմա թող հենց հիմա տան այդ թուղթը, մենք այդ թուղթը կլրացնենք, թող մեր մուտքը ապահովենք, խնդրում ենք իրենց փոխանցել։ Այդ իրենց Կամո Մանուկյանի կողմից պահանջվող թուղթը, հենց հիմա թող տան, մենք լրացնենք։ Այդ պահանջվող թուղթը ոնց որ ինձ են տալիս պահանջակի բլանկը, թող տան, մենք հենց հիմա կլրացնենք։ Եվ հեքիաթները թող չպատմեն։ Հիմա խնդրում եմ ասել ոնց որ Զարուհի Փոստանջանին եք տալիս պահանջակի, նույնպես բժշկին տվեք այդ բլանկը, բժիշկը կլրացնի։ Վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը ոչ իրեն են տրամադրել, ոչ ինձ են տրամադրել։ Մենք փաստորեն հասել ենք այս ախտորոշմանը, որը ես ընթերցեցի, միայն իմ միջնորդության հիման վրա նշանակել դատաբժշկական փորձաքննություն եւ անցկացնել հետազոտություններ։ Շուրջ 10 օր պարոն Ղուկասյանը գտնվել է Արմենիա բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի բժիշկները կատարել են համապատասխան ուսումնասիրություններ եւ ախտորոշում են տվել։ Այս ախտորոշումները տրվել են բժիշկների կողմից, դա եղել է մասնագիտացված, այսինքն բժշկական հավաքական կարծիք։ Եվ այս մասնագիտական բժշկական հավաքական կարծիքը այստեղի ինչ-որ բժիշկ անտեսել է, գրում է, որ պարոն Ղուկասյանը առողջ է, պատկերացնում եք ինչ կեղծիք է տեղի ունենում։ Այսինքն այս հավաքական մասնագիտական բժշկական կարծիքը, որը ես ընթերցեցի, քանի բժշկի ստորագրության, այստեղ ինչ որ մի հատ բժիշկ կա, ես չգիտեմ դա բժիշկ է թե ոչ, այն դատարանին նամակ է գրում, բացատրություն, որ պարոն Ղուկասյանը առողջ է։ Աստորեն բժիշկ կա, հա։ Ես չգիտեմ, ինչ որ մեկը գրում է ամենայն դեպս։ Կա, Կամո Մանուկյանն էլ է բժիշկ, բայց Կամո Մանուկյանը ինչ լրացուցիչ պահանջներ է